Պարոն նախագահ, հարցս Վայքին Վայոզուրին ամենաշատ անհանգստացնող հարցը Տիգրանաշենին է վերաբերվում միության քյարքին։ Ուզում ենք հասկանանք, հունիսի 8-ից սպասվող Տիգրանաշենը ոնց եք պատկերացնում դուք։ Հունիսի 8-ից սկսած, ինչ դերքորոշում ունեք Տիգրանաշենի հետ կապված։ Նայեք, Հայաստանը արդեն այնքան շատ է զիջել, այլևս զիջելու տեղ չունի։ Այլևս զիջելու տեղ չունի։ Նայեք, իրենք Գերանցում բավական մեծ տարածքներ հանձնեցին Ադրբեջանին։ Եվ ընդամենը դա երբ եղավ, արդեն ինչքան ժամանակ անցավ։ Ընդամենը 2 շաբաթ առաջ են հաստատել դելիմիտացիայի նորմատիվային փաստաթղթերը։ Չի եղել փաստաթղթեր նորմատիվային, որով դու պետք է դելիմիտացիան անես, բայց այնտեղ հողերը հանձնել են եւ հայտարարել են, որ արդեն դելիմիտացիան արել են։ Սա արդեն եւս մի քրեական գործ է, որը Նիկոլ Փաշինյանը շալակել է։ Դու առանց փաստաթղթերի, առանց քարտեզների արել ես դելիմիտացիա։ Հիմա այս հարցը ընդհանրապես նման հարցեր ուղղակի չեն կարող sense կտոր լուծվել։ Ընդհանուր մոտեցումը պետք է որոշվի, հստակեցվի եւ ընդհանուր մոտեցման մեջ այդ որոշումը sense ամբողջական որոշումը պետք է թղթի վրա դրվի եւ միայն վերջնական դառնալու հետո պրակտիկ հողի վրա պետք է անես։ Տիգրանաշենը չի կարող ինքը անցնել Ադրբեջանին, ուղղակի բացառվում է։ Ես չեմ զարմանա, որ մեր գազամուխը հայտնվի իրենց թերապետության տակ, մեր հիմնական մայրուղու դեպի Վրաստան գնացող ինչ-որ հատվածներ եւս հայտնեն իրենց վերահսկողության տակ։ Այդ պատճառով օր առաջ պետք է ուղղակի ազատվել սրանցից։ Եվ հունիսի 7-ը իդեպ տարբերությունը, մեծ տարբերություն էր։ 21 թվականին ինքը այսպիսի բաներ չէր ասում։ 21 թվականին ինչ էր ասում, 21 թվականի իր կարգախոսները։ Նույնիսկ միացում բառներ օգտագործում։ Հադրութ Շուշի դեօկուպացիա, վերադարձնելու է, ամեն ինչ անելու է, ժողովրդին խաբեց։ Ես դրանց անունը դրել եմ քաղաքական խարդախներ։ Խարդախության որպես հանցակազմ, էությունը ինչի մեջ է, միամիտ մարդու, գտնում են միամիտ մարդու, խաբում են խարդախությամբ, ունե զրկում են, կամ փողն են տանում, կամ ինչ-որ բան են գողանում։ Հիմա ինքը մեր միամիտ ընտրողներին խաբեց, մանդատը ստացավ, եւ հետո ասում է կապ չունի, ես ինչի համար եմ մանդատ ստացել, ես մանդատ եմ ձեզանից ստացել իմ խոստումները Ալիևին կատարելու համար։ Ոչ թե մանդատ ստացել ժողովրդին տված խոստումները կատարելու համար, այլ ժողովրդին խաբեց, մանդատը ստացավ, իր խոստումները Ալիևի առջև կատարեց։ Հիմա նույնն է անում։ Ուրեմն ժողովուրդ ջան, մի բան մի քանի անգամ ասել եմ, պետք է բրիտանական բանը ասացվածք է։ Եթե մեկը քեզ խաբել է մեկ անգամ ամոթ իրեն, եթե խաբել է 2 անգամ ամոթ քեզ։